ինչ իրավիճակ է, դեռ չեմ կարողացել ճշտեմ այս բայի դրությամբ, բայց պատկերը դա ինչի հետ է կապված, ես ունեմ իմ ենթադրությունները, դա հայ-վրացական վատթարացող հարաբերությունների հետևանքն է այս ամեն ինչը։ Իշխանությունների կողմից սխալ անհեռատես քաղաքականության արդյունքում Հայաստան-Վրաստան ավանդաբար բարեկամական գործընկերային հարաբերությունները հիմա լավ օրեր չեն ապրում։ Եվ ահավասիկ նաև նման օրինակ դեպքերը, որ բարբերաբար խնդիրներ առաջանում Վրաստանի Հանրապետությունում կապված ալկոհոլային խմիչքների արտահանման, գյուղմթերքի արտահանման, այլ ապրանքների արտահանման, նաև ներմուծման հետ կապված այնտեղ հեղուկ գազի խնդիրն է բարբերաբար առաջանում եւ այլն։ Եթե իշխանությունը ամեն ինչ անի, որ իր հարաբերությունները վատթարացնի Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի Հանրապետության հետ, բնականաբար կարող է ասի երկրների հետ հարաբերությունները լավ չեն, եկեք այլընտրանքը Թուրքիան եւ Ադրբեջանն է եւ նաեւ հնարավոր է որ դա հենց դիտված է հենց դրան, այսինքն դիտակցված այս հարաբերությունների վատթարացում են տանում։ Տարբեր կերպ կարող ենք մեկնաբանել, բայց ինչ էլ որ անենք, էլի գալիս ենք մի կետի ենք հանգում, որ այս հարաբերությունների վատթարացումը բերում է նրան, որ տուժում են մեր տնտեսվարողները, մեր գյուղմթերք արտադրողները եւ այլ եւ այլ։ Հիմա թե ինչի նմանատիպ հարցերը քննարկման առարկա չեն դառնում պետական այցի շրջանակներում կամ տարբեր գերատեսչությունների այցերի շրջանակներում։ Ես դրա բացատրությունը չունեմ, որովհետեւ խնդիրը տարիներով կա, լուծում չկա։ Երկու տարբերակ կա, կամ չեն ուզում, կամ դա իրենց ձեռնտու է, որ նման բան լինի, նման բան տեղի ունենա, եւ իրենք էլ իրենց կոմֆորտ զոնայից դուրս չեն գալիս։ Եվ այդ բացատրություններն էլ անգամ չեն տալիս։ Եթե ուզում ես էկոնոմիկայի նախարարության հետ ուղիղ կապի դուրս գաս, կամ այնտեղ ներկայացուցիչի հետ դուրս գաս, ոչ ինձ, որպես պատգամավոր, ոչ լրագրողների հասանելի չի այդ տվյալները, այդ ինֆորմացիան հասանելի չի, թե ինչ է կատարում եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ինչ քայլեր են ձեռնարկում։ Դրանից կարող ենք ենթադրել, որ այս մարդկանց հետաքրքիր չի կամ իրենց ձեռնտու այս ամեն ինչը։ Երրորդ տարբերակ անկեղծ ասած ես չեմ